Ավելի քան 50 մասնագետի ամիսների աշխատանք, համակարգչային աննախադեպ լուծումներ եւ տարածաշրջանում առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը պատրաստ է։ Այն հայկական է։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված մուլտֆիլմում էպոսից փոքր մհերը դուրս է եկել ագրավաքարից ու փորձում է հարմարվել նոր տեխնոլոգիաներին։ Գնալք մենք ոնց ենք անում, մենք ենք մտնում էպոսի մեջ, թե էպոսի հերոսը գալիս է մեր օրեր, հասկացանք, որ իրեն ավելի հետաքրքիր կլինի մեր հետ, քան մեզ էպոսի մեջ։ Ես երջանիկ եմ, որ մենք սկսել ենք մեր պատմությանը վերադառնալ։ Մեր պատմությունը կարողանանք մատուցել, այդ ամենակարևորն է։ Այս դեպքը ցույց է տալիս, որ արհեստական բանականությունը կարող է ծառայել լավը ստեղծելուն, դասականը նոր լեզվով ներկայացնելուն։ Շատ ոգևորվեցի, ես չէի սպասում, որ ես այդքան լուրջ իրադարձության մեջ եմ մտնում։ Երբ որ մի քանի կադրեր ցույց տվեց, էլ ավելի ոգևորությունս մեծացավ, մոռացա, որ այս ամեն ինչը արված է AI-ով։ Նախագծի հեղինակները շեշտում են, AI տեխնոլոգիան կիրառվել է միայն պատկերը ստանալու գործում, ամբողջ էթնոգրաֆիկ ու ստեղծագործական աշխատանքը կատարել է թիմը, առանցքային նշանակություն տալով դետալների ճշգրտությանը։ Յուրաքանչյուր դետալի, սկսած բազբանդի, որի շուրջ պատմությունը ամբողջ զարգանում է, փոքր մերի թևի բազբանդը, սկսած բազբանդի տեսքը այդ ժամանակահատվածում ինչպես է եղել, թիկնոցները ինչ կտոր են օգտագործել, տաբատները բան։ Հայկական միջավայրն ու ճարտարապետությունը ճշգրիտ փոխանցելու համար թիմը ուսումնասիրել է արխիվները, հատուկ արշավներ կազմակերպել տարբեր գյուղեր, լուսանկարել հայկական տուֆն ու տները, ապա ուղղորդել արհեստական բանականությանը։ Առաջին մեր փորձը 3-ից 4 րոպե գեներացրել ենք պատկեր, որ կերպարը պահել էր ամենասկզբից մինչև վերջ, անփոփոխ էր մնացել արտաքինը, ու մտածինք, որ եթե 3-ից 4 րոպեն արդեն մենք կարողանում ենք, միգուցե փորձենք 80 րոպեին։ Այս հավակնոտ նախագիծը առանց գործընկերների ու համախոհների ավարտին չէր հասնի։ Ստեղծագործական թիմին է միացել նաև Իդրամ ընկերությունը։ Հատկանշական է, որ Իդրամ Ջունիորը հանդիսանալով երեխաների համար նախատեսված առաջին հավելվածը Հայաստանում, ուշադրության կենտրոնում է պահում կրթական, ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու հայկական արժեքների տարածմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները։ Մենք միշտ կարևորում ենք լինել այնպիսի նախաձեռնությունների գործընկերը, որոնք նպաստում են հայկական մշակույթի բաղբանմանը, նորովի ներկայացմանը եւ ընդհանրապես տարածմանը։ Իսկ փոքր մհեր անիմացիոն մուլտֆիլմը, որը իր ստեղծման պատմությամբ առաջինն է տարածաշրջանում, վստահ ենք, որ մեծ ոգևորությամբ պիտի ընդունվի ինչպես երեխաների եւ դեռահասների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Համագործակցության հիմքում հանդիսատեսի հանդեպ հարգանքն է։ Մուլտֆիլմում չկան բրենդերի ոչ օրգանիկ գովազդային ներկայացումներ։ Մանկական ու ընտանեկան լսարանին համապատասխան Իդրամ Ջունիորը ինտեգրվել է բնական ու աննկատ ձևով։ Ուրախություն մեզ Իդրամի թիմին, երբ որ մենք ներկայացրեցինք, մեզ շատ հաճելի անակնկալ սպասեց, որ իրանք կիսում են մեր կարծիքը, որ համաձայն են, որ մուլտֆիլմում բրենդը պետքա շատ օրգանիկ, հետաքրքիր կերպով ներկայացված լինի։ Բոլորս իրար կես բառից հասկանում ենք, մարքեթինգի թիմը ինչ է ուզում, մեր թիմը ինչ պետքա գեներացնի, ինչ պետքա ստեղծի։ Պրեմիերայի անակնկալներից է երեխաների սիրելի հերոսի Ջունիորի ներկայությունը կինոթատրոնում։ Նա դիմավորում էր փոքրիկ հյուրերին, ողջունում, լուսանկարվում նրանց հետ։ Փոքր մհեր անիմացիոն մուլտֆիլմը ոչ միայն տեխնոլոգիական նորարարություն է տարածաշրջանում, այլև փորձ ժամանակակից լեզվով ու լուծումներով նոր սերնդին վերադարձնելու հայկական էպոսի արժեքներն ու կոդը։